կարող ենք ենթադրել, որ առասարակ ցանկություն չկա այդ պայմանագիրը ստորագրելու, որովհետև երբ համաձայնեցվեց կետերը, անմիջապես հաջորդեց Հաջիևի հայտարարությունը, որ հավելյալ փաստաթղթեր են պետք է փոխհատուցում Հայաստանը պահանջի։ Հիմա Հայաստանը տրամադրի Ադրբեջանին իբրև թե 30 տարի օկուպացնելու համար։ Ես կարող եմ հենվել միայն այն բաների վրա, որոնք որ դրված են սեղանին, թե ով ինչ հայտարարություն կանի, ասենք մեր, չգիտեմ, падգամավորներն էլ հաճախ բանես հայտարարություն։ Հիմա վարչապետը պետք է 5 հատ խորհրդական ունի, կարող շաբաթը մեկը մի տարբեր հայտարարություն կա, փաստաթուղթ, կա քննարկվող տեքստ կոնկրետ, որը քննարկվել է եւ փակվել է, կա հայտարարություն այն կողմից, նախագահի մակարդակով, կա հայտարարություն այս կողմից վարչապետի մակարդակով, մենք հայտարարել ենք, որ սպասում ենք տեղի, ժամի եւ ֆորմատի այդ քննարկումներին, արդեն ընթացս գործերը ոնց կգնան, արդեն տեղակ կլինեն։ Ասում որ Ալիևը նշում է, որ պետք է ոչ միայն Զանգեզուրի միջանցքը տրամադրվի, այլև ապառազմականացված գոտի եւ ապամոնտաժվի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։ Այս մասով Հայաստանը ունի հստակ դիրքորոշում։ Հայաստանը հստակ իր դիրքորոշումը վաղուց արտահայտել է, մենք ասել ենք, որ բոլոր ճանապարհները պատրաստ ենք հենց վաղը բացել եւ կոմունիկացիաները բոլոր պետք է բացվեն տարածաշրջանում եւ դա ինչպես միշտ ինչպես բոլոր փաստաթղթերում է երկկողմանի տրամաբանության մեջ պետք է լինի, իսկ սահմանների հետ կապված ապառազմականացված գոտի նաեւ կարող ենք համարել այն գոտին, որը օրինակ ունենք այսօր Կիրանցի տարածքում, որտեղ կանգնած են սահմանապահները։ Ամբողջ երկայնքով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում պետք է կանգնած լինեն սահմանապահները եւ Սահմանազատումից հետո Դե սահմանազատման ընթացքի մեջ է։ Դե հիմա ասում եմ, դե միջև լինի, դեռ շատ բան են ցանկանում, թե ցանկանան, մենք էլ ենք շատ բան ցանկանում, դրա համար քննարկում ենք։